Դե ինձ էլի հեռուստադիտողներ դիտեցին գովազդ վերադարձանք եւ մեր տաղավարում մեր այսօրվա արդեն երկրորդ հյուրը։ Ինչպես խոստացել ենք, մեր տաղավարում այսօր երգի պրեմիերա ունենք։ Նարեկ Հովհաննիսյանի նոր հավատացի երգը մի քանի օր է YouTube-ում է ու արդեն տասնյակ հազարավոր դիտումներ ունի։ Մեր տաղավարում է Նարեկ Հովհաննիսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Հրաշալի տեսք ունեք Նարեկ։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ։ Շնորհավորում ենք ձեզ պրեմիերայի արդիվ եւ սա դեռ առաջին անհատական որպես մենակատար երգն է, ճիշտ է։ Չէ, երկրորդն է սա արդեն, այո։ Երկրորդն է արդեն։ Որն էր առաջինը հիշեցեք։ Առաջինը անգլալեզու երգ է, Վիս է կոչվում, տեսահոլովակով է նույնպես, բայց որպես դեբյուտային գործ է եղել, որպես անհատական կարիերայի սկիզբ կարելի ասել սա է առաջինը։ Ահա։ Իսկ որտեղից ծնվեց երգի գաղափարը, ով է երգի հեղինակը։ Երգի հեղինակը Գևորգ Բրուզյանն է, ինքը գրել էր այս երգը, չգիտեմ, երևի մի քանի ամիս առաջ ինձ ուղարկել էր մակագրելով, որ երգ է գրել, որը կարծում եմ, որ ինձ շատ կսազի։ Խոսքով երգը ուղարկեց, լսեցի, պրոդյուսերիս հետ քննարկեցինք, հավանեցինք, որոշեցինք վերցնել, այդպես ոնց լինում է նմանատիպ դեպքերում, էլի։ Ինձ նաև շատ հետաքրքիր է տեսահոլովակի բա, քանի որ այժմ ես նույնպես գտնում տեսահոլովակի արտադրական ընթացքում, եւ շուտով այո, դաժան արտադրական ընթացքում ինձ հետաքրքիր է ինչպես էր այդ ամբողջ ընթացքը, ինչպես նկարահանվեց տեսահոլովակը, մի փոքր պատմեք նաև դրա մասին։ Բավականին բարդ նկարահանում էր, հատկապես որովհետև գիշերային նկարահանում էր, նկարել ենք երեկոյան ժամը 9-ից սկսած մինչև առավոտյան ժամը 7-ը, նկարահանման հրապարակում իմ ընկերներն էին, իմ հարազատները, նույնիսկ տատիկս է նկարվել տեսահոլովակից մեջ, տատիկս ու հարազատ փոքր եղբայրս, շատ ջերմ է անցել, շատ դրական է անցել, բայց միևնույն ժամանակ շատ բարդ, ամեն դեպքում պատասխանատու պրոցես է։ Նարեկ, մենք ծանոթ ենք ձեր վոկալային շքեղ տվյալներին, բայց այս անգամ այս երգի մեջ կարծես թե ավելի ակտիվ, թեթև երգ է եւ վոկալային առումով ձեզ հեշտ է տրվել, թե ոչ։ Դա հա, իրականում ամեն երգ իր առանձնահատուկ մատուցումը պիտի ունենա, ամեն երգին առանձնահատուկ մոտեցում է պետք ցուցաբերել։ Այս երգին կարծում եմ ձայնագրող անձնակազմի հետ ամեն դեպքում որոշեցինք մի փոքր ավելի թեթև մոտեցում ցուցաբերել, ոչ բարդ վոկալային հնարքներով, ստացանք թեթև եթերային լսվող առօրյայում Այո, նաև ամառային իզուր չէ, որ հենց այս շրջանում է երգը դուրս եկել։ Իսկապես շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ տեսահոլովակ էր, բայց ես ճիշտ հասկացա, տատիկին նույնպես նկարահանել եք։ Այ, շատ կարևոր բան բաց թողեցիք, ինչպես համաձայնվեց, ինչպես արձագանքեց, ոնց առաջարկեցիք, օրինակ գնացիք տուն, տատիկը նստած է, ասացիք, տատ, ուզում եմ քեզ նկարեմ կլիպում, ասեց, հա իհարկե, թողնիկս, հա իհարկե, մեծ սիրով։ Բայց արձագանքեց չեղել, իրականում տատիկին տեսահոլովակի մեջ նկարելու գաղափարը շատ վաղուց կար ու վաղուց ցրցամ էի տալիս, անդադ ասում եմ, տատ, ուզում եմ քեզ տեսահոլովակից մեջ նկարեմ, դեռ չգիտեի, դեռ այս երգն էլ չկար, պարզապես գաղափարն էր տատիկին տեսահոլովակի մեջ նկարել, որովհետև մեդիայում իմ սոցհարթակներում տատիկին շատ են սիրում, երբ կիսվում եմ իր հետ ֆոտոներով, վիդեոներով, ակտիվությունը բարձրանում է։ Միանշանակ։ Մի անգամից ես դե Գյումրի բարբարով ցավը տոնիմ, ես եկա կնիգեմ, ինձ ինչ կսազեր, ինչ կլիպիր, բա։ Ասի լավ, տատ, այս տեսահոլովակը, որ արդեն որոշել ենք նկարահանել, գնացի, ասի տատ, դա արի էլի ամեն դեպքում այն նկարվի, նոմեր 10։ Ասեցի լավ, վիդեո նկարեցի, վիդեո նկարեցի, տեղադրեցի ինստագրամ, ասեցի, ուզում տատիկին տեսահոլովակից մեջ նկարեմ, չի համաձայնում, ձեր ձեռքերում է իրավիճակը, փրկեք, մեկնաբանություններում գրեք, մեկնաբանություններում համոզեք տատիկին, մի խոսքով այդպես համոզվեց, Ամոթ ու գյոր, այսպես ասած։ Այո, մեկ է հաջորդ օրը զանգել է, ես ինչ օրը դուք ծիրնձի, ուդենից ես կզանգեն ընձի, Երևանից զանգեցին, Ամերիկայից զանգեցին, Գերմանիայից զանգեցին, սաղ տեսել են։ Տատիկի աստային ժամն է։ Ամեն դեպքում կարող ենք ասել, որ սա եղել է տեսահոլովակի ամենաբարդ պահը տատիկին համոզելու ընթացքը։ Այո։ Հետո ծաղիկներ են նվեր ստացել, տատիկին հասցեագրված ծաղիկներ էին ուղարկել մեր տուն, տատիկի դեբյուտի կապակցությամբ, այո։ Ովքեր են ուղարկե տատիկի երկրպագուները։ Այո։ Ինչ հետաքրքիր բան եմ պարզում, խոսեցիք բարդ պրոցեսից, որոնք էին պրոցեսի ամենաբարդ կետերը, եթե չհաշվենք տատիկին համոզելը։ Դե
production-ը ամենաբարդն է կարծում եմ։ Ընթացքը այդքան չէ, որովհետև ընթացքի երբ ընկնում ես ռիթմի մեջ, շատ հեշտ է տրվում, բայց կազմակերպչական հարցերը, որոշումներ կայացնելը ամեն դեպքում հստակ ինչ-որ ոճ ընտրելը, կոնցեպտ որոշելը, դա կարծում եմ ամենաբարդ process-ն է, բայց դա մենակ չեմ եղել, ռեժիսորական թիմի հետ ենք ամբողջ ամեն ինչ քննարկել դետալային, պրոդյուսերական թիմից հետ ենք ամբողջը քննարկել, այնպես որ թիմային գաղափարը։ Այ ոճի մասին խոսենք մի փոքր, որքանով է դա ձեր ոճը եւ արդյոք կուզեիք հիմա երբ որ արդեն հետադարձ հայացք եք նետում, ձեզ ամեն ինչ դուր է գալիս, թե կուզեիք ոճային առումով ինչ որ փոփոխություն անել ամեն դեպքում։ Գիտեք, ես սիրում եմ ասել, որ ես որպես արտիստ քամելիոն եմ, ոչ թե որովհետև ես ամեն ինչ կարող եմ անել, այլ որովհետև ես ամեն ոճում ինձ լավ եմ զգում։ Չկա ինչ-որ սպეციფიկ ոճ, որում ես կասեի, ես միայն դա եմ սիրում, ես միայն այդտեղ եմ ինձ պատկերացնում։ Ես սիրում եմ փորձել ինձ տարբեր տեղեր։ Միտեղ ստացվում է, մի ոճում ստացվում է, միտեղ ինչ-որ բանում թերանում եմ վստահաբար կամ ինչ-որ։ Բայց ամեն դեպքում բացահայտում եք ինքներդ ձեզ։ Հա, ես փորձում եմ ամեն ինչ փորձել, ամեն ինչ հասցնել, ինձ հետաքրքիր է ամեն դեպքում։ Այս անգամ ինչ բացահայտեցիք ձեր մեջ ներողություն։ Ամեն դեպքում նման 6-8-ային ռիթմով երգերը որպես անհատական կատարում առաջինների մոտ ստացվեց, ես կարծում եմ, չգիտեմ, ինձ դուր է գալիս, միշտ կա կատարագործվելու, բայց դա։ Ու կարծում եմ այսքան խոսելու փոխարեն արժե մեկ անգամ դիտել տեսահոլովակը եւ լսել երգը կատարումը, որպեսզի դուք եւս համոզվեք, որ վստահաբար ստացվեց Նարեի մոտ։ Դիտենք։
հարսանիքից հետո նստեցինք մեքենան Անասվածը լեննականից տարավ դիլիջան Բայց հարսանիքից հետո նստեցինք մեքենան Անասվածը լեննականից տարավ դիլիջան Բայց հարսանիքից հետո նստեցինք մեքենան Անասվածը լեննականից տարավ դիլիջան Բայց հարսանիքից հետո նստեցինք մեքենան Անասվածը լեննականից տարավ դիլիջան Բրավո, իսկականից, իսկապես եկեք ծափարենք, իսկապես շատ հրաշալի տեսալովակ էր, երգեր։ Նարէ այն նշեցիք, որ ձեզ համարում եք բազմաժանրային երգչուհի։ Արդյոք ապագայում կլինեն ռոք ժանրի երգեր կամ մեկ այլ ժանրի երգեր եւ առասարակ եկեք խոսենք ապագայից, ինչ եք պլանավորում առաջիկա տարիների կամ այս տարվա ընթացքում։ Հենց այս բան կարող եմ ասել, որ 5 նոր երգ է պլանավորվում։ Միանգամից, հա, ուզում ենք շատ տեմպով երգեր թողարկել։ Ունենք դանդաղ երգեր, ունենք արագ երգեր, այնպես որ կարծում եմ ռոք ժանրի երգ առայժմ չենք պլանավորում։ Բայց հետագայում ես հաստատ ինձ այդ ժանրում էլ կփորձեմ։ Եվ նույն արագությամբ ու քանակով նաև տեսահոլովակների սպասենք, թե դեռևս միայն կատարումներ կլինեն։ Չէ, տեսահոլովակներով են պլանավորվում երգերը։ Հրաշալի, բավականին ծանրաբեռնված աշխատում եք փաստորեն այս շրջանում, որովհետև գիտենք, որ երկար է տևում մեկ տեսահոլովակի նկարահանումը, այ որքան ժամանակում նկարահանեցիք այս տեսահոլովակը եւ 5-ի համար որքան ժամանակ է նախատեսվում։ Այս տեսահոլովակը նախապատրաստական աշխատանքների հետ մեկտեղ տևեց մոտավորապես 1 ամիս։ Դե կարծում եմ ամիսը բավական է ամեն երգի համար։ Մոտավորապես ամիսը մեկ պլանավորում ենք նոր երգ թողարկել։ Հրաշալի է։ Այսինքն հաջորդ տարի արդեն 2027 թվականին առնվազն 6 երգ կլինի։ Հուսամ։ Աստված առաջ։ Լավ, իսկ արդեն 1 շաբաթ է YouTube-ում կա երգը մոտավորապես, ճիշտ է։ Այո։ Ինչ արձագանքներ եք ստացել այս ընթացքում։ Մեծամասամբ դրական, Այնպես ասեցիք, կարծես թե բացասական արձագանքներ նույնպես եղել։ Բացասական արձագանքներ միշտ կան, կարծում եմ, ինչ որ մարդիկ հավանում են, որոշները չեն հավանում։ Ես սոլիդար եմ վերաբերվում այդ հարցին։ Եթե օբյեկտիվ է կարծիքը, բնականաբար հաշվի եմ առնում հաջորդ նախագծերի համար։ Կան եղել են եւ լավ կարծիքներ, եղել են եւ վատ կարծիքներ, այնպես որ կարծում եմ ամեն շատ օրգանիկ է։ Նարէ, իսկ ո՞րն է եղել ամենամեծ հեյթը, որ երբևէ ստացել եք։ Գիտեք, ես իմ հասցեին հեյթ, որպես պարզապես վատաբանումներ շատ քիչ եմ ստացել, այնպես որ չեմ կարողանա էլի հստակ ինչ-որ դեպք մտաբերել։ Շատ դրական եք կարծում եմ եւ ամեն դեպքում դիտումների քանակը ցույց է տալիս, որ մարդիկ հավանել են, սիրել են ու վստահ եմ, որ հաջորդ 5 երգերն ու տեսահոլովակները եւս կսիրեն եւ մենք հուսով եմ պրեմիերան կանենք մեր տաղավարից։ Իսկ սոցհարթակներում նույնպես շատ ակտիվ եք։ Այ ինչ արձագանքներ կան սոցհարթակներից, որովհետեւ հիմնականում ձեր հետևորդները դες բնական է սիրում են դրա համար հետևում են այլ նրանց արձագանքներն ու կարծիքները ու ինչի են նրանք սպասում հետո ինչ ոճի երգերի են սպասում հասցրել եք հասկանալ նույնպես դրական են իրականում անկեղծ ասած կարծում եմ իրենք սպասում էին հենց սրան որովհետև առաջին երգի մեկնաբանությունների ֆոնին այս երգի մեկնաբանությունները շատ տարբերվում են շատերը գրում են այս սրան էինք սպասում նախորդը շատ լավն էր բայց մի քիչ խորթ էր ձեր կերպարին մի քիչ իրենց կարծիքով մի քիչ անհամապատասխան էր, դե բնականաբար իրենք իմ հանդիսատեսն են, իրենք իմ լսարանն են, հաշվի են առնում բոլոր կարծիքները եւ հետագա նախագծերի մեջ արդեն այո, նրանց կարծիքը հաշվի առնելով շնորհակալություն Նարէ եւ վերջում յուրաքանչյուր երգիչ երգչի ունի բազում նպատակներ եւ մեկ գերնպատակ, որը կհամարեք ձեր գերնպատակը առաջիկա տարիների համար։ Դե կարծում եմ բոլորի համար շատ կարևոր է բազմահազարանոց դահլիճներով լի համերգներ ունենալը, այնպես որ կարծում եմ հիմա դա կնշեի։ Իսկ մոտակա ժամանակներում համերգ, մենահամերգ սպասվում է։ Չէ, քանի որ հիմա փորձում ենք կենտրոնանալ երաժշտական ծրագրի համալրման գործին
այնպես որ ծրագիրը համալրենք, նոր համերգներ կպլանավորենք։ Բայց այս տեմպերով աշխատելու ժամանակ ամիսը 1 երգ թողարկելուց հետո կարծում եմ հեռու չի այդ օրը, երբ կլինի նաև մենահամերգ։ Շնորհավորում ենք ձեզ եւս մեկ անգամ, շնորհակալություն մեր տաղավարում լինելու համար եւ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալություն, հիշեցնենք սելի ռոստատիտողներ, մեր տաղավարում մեր երգչուհի Նարե Հովհաննիսյանը, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը եւ ինչ ենք անում Հասմիկ։ Այս պահին գնում ենք գովազդ դիտելու։ Գնացինք։